Պարոն Նազարյան, խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալություն։ Ես մի այլ հարց եմ ուզում տալ։ Ես պարզ է, որ այս հարցով այս կարգավորումը որոշակի խնդիր կլուծվի, բայց դուք ինձնից լավ գիտեք, որ մի առավել կարևոր հարց կա, որի պատճառով տուժում են պոտենցիալ առումով տասնյակ հազարավոր մարդիկ, խոսքը վերաբերվում է կադաստրային քարտեզին եւ դրա հետևանքներին։ Այլ կերպ ասած, երբ որ Երևանի ինչ-որ բնակիչ ցանկանում է նորոգել իր տան, իր օրինական տան, որը մինչև այդ ինքը իմացել է, պատը, որը փլուզման վիճակի մեջ է գտնվում եւ կարող է փլվել իր ընտանիքի անդամների գլխին, նա խնդրի առաջ է կանգնում, որովհետեւ պարզվում է, որ կադաստրային քարտեզը չի համապատասխանում փաստացի սահմաններին։ Եվ այդպես շարունակ, տան վրա մեկը համադրության խնդիր է առաջանում։ Այս խնդիրը մենք ո՞նց ենք լուծելու, երբ ենք լուծելու, որովհետև դրա հետ կապված բազմաթիվ մարդիկ հայտնվել են փակուղային վիճակի մեջ, կամ պետք է ապօրինի շինարարությամբ զբաղվեն, որը հետագայում ձեր ասածով ինքը չի կարող արժևորել, այսինքն փաստաթուղթ չստանա, կամ պետք է, ասենք, գիշերը աղոթի, առավոտ աղոթի, որ այդ պատը չփլվի իր վրա։ Հիմա ո՞նց ենք անելու, այս լուծումը ո՞նց է լինելու։ Խնդրեմ, պարոն Թովմասյան։ Շնորհակալություն։ Իրականում այս հարցը ես համարում եմ անշարժ գույքի ոլորտի աքիլեսյան գարշապարը, ինքս էլ ամեն օր զբաղվում եմ նման խնդիրներով, այդ թվում եւ սոցցանցերով, քաղաքացիների կողմից ստացվող դիմումներով եւ գրավոր բազմաթիվ հարթակներով։ Ինչ է տեղի ունենում այստեղ։ Ես ուզում եմ, որ իրական պատկերը մենք ճիշտ ընկալենք, որ նաև ակնկալիքները լուծումների վերաբերյալ լինեն ճիշտ ժամկետային եւ ձևաչափով։ Ուրեմն չկա այնպիսի զարգացած երկիր, որտեղ սեփականության ինստիտուտը գործում է դարով, այսպես ասված, եւ այդ պետությունում չլինեն կադաստրային քարտեզների սխալներ։ Իրականում կարող ենք ուսումնասիրել, կհամոզվենք, եվրոպական զարգացած պետություններում էլ այդ խնդիրը կա, մնացած աշխարհի մնացած երկրներում էլ այդ խնդիրը կա։ Մեզ մոտ այս ինստիտուտը սեփականության ինստիտուտի ներդրման ժամանակահատվածում օգտագործված տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվել են բազմաթիվ խնդիրներ։ Այդ խնդիրները մեզ հետ ապրում են, ինչպես որ օրինակ ապրում են եվրոպական այնպիսի պետությունների հետ, որոնք որ օրինակ գրանցման օրենսդրություն ունեն 100 եւ ավել տարի, եւ միևնույն ժամանակ այսօր թվային տեխնոլոգիաներում, երբ որ տեղեկատվությունները ինտեգրում են միմյանց, տեսնում են, որ կադաստրային քարտեզներում հարևանների միջև սահմանների անհամապատասխանություններ կա։ Ուզում եմ ասեմ, դա երկար process է, երկարաժամկետ, եւ երբ որ մենք ժամանակին իրականացրել ենք այս քարտեզագրումը եւ իրեն տվել ենք իրավական ուժ եւ ասել ենք, որ իրավունքի պետական գրանցման հիմք փաստաթղթերից մեկն էլ կադաստրային քարտեզն է, մենք մարդկանց իրավունքները գրանցել ենք համապատասխան կոորդինատներով, այսպես ասված, եւ այո, այսօր այդ խնդիրը բացվում է, երբ որ մարդիկ գալիս են եւ ուզում են հարևանի հետ ճիշտ սահմանագիծ ունենալ եւ բախվում են խնդրի հետ։ Մենք խորապես գիտակցում ենք այս խնդիրը։ 2021 թվականին օդային լուսանկարը իրականացվել է հենց այս նպատակով, կադաստրի կոմիտեի հիմնական ուղղությունը եղել է հենց սա, որ մենք իրականացնենք օդային լուսանկար եւ հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք։ Ես ուզում եմ իրավիճակը նաեւ մեկ աստիճան եւս խորացնել։ Կադաստրային քարտեզները պահվել են առանձին համակարգիչներում։ Երբ որ մենք ասում ենք խնդիրներ կան վարչական սահմանների հետ, համադրումներ կան եւ խնդիրներ կան այդ հողերի հետ, ինչա տեղի ունեցել 930, եթե կսխալվեմ, կարող է պլյուս մինուս որոշակի թիվ բնակավայրերի կադաստրային քարտեզներ պահվել են առանձին համակարգիչներում։ Մի համակարգչում եղել է մի քարտեզ վարվել է մի մասնագետի կողմից կամ մի 5-6 բնակավայր վարվել է մի մասնագետի կողմից եւ մնացածը վարվել է մեկ այլ մասնագետի կողմից եւ սրանք մեկ միջավայրի մեջ չեն եղել։ Այսինքն այդ խնդիրները բովանդակային առումով եղել են այնտեղ,
բայց իրենք կադաստրային քարտեզները մեկ միջավայրի մեջ չեն եղել։ Օդային լուսանկարահանումը անելուց հետո մենք դրանք հավաքեցինք մեկ միջավայր։ Ինչն է սրա կարևորությունը, որովհետև երբ որ մենք խոսում ենք տարածական տվյալների մասին, մենք պետք է կարողանանք ունենալ ինտեգրված տեղեկատվական շտեմարաններ, որտեղ որ կադաստրային քարտեզները առցանց վարվում են եւ ներդրողները կարող են հենց այդ պահին տեղեկատվություն ստանալ տվյալ տարածքի սեփականության տեսակի եւ ձևի վերաբերյալ։ Եվ սա տնտեսության կարևորագույն գործիքներից է եւ մենք սա ներ ենք դնում այդ նպատակով, բայց միևնույն ժամանակ սա բացահայտում է բազայում եւ համակարգում առկա խնդիրները։ Եվ այս խնդիրները բացահայտվելուց հետո 2021 թվականին մենք պիլոտային 4 բնակավայր ուղղեցինք, հետո ընդունեցին կառավարության որոշում 2021 թվականի սեպտեմբեր ամսին 698 կառավարության որոշումը, որով կադաստրի կոմիտեն սկսեց մասսայական ուղումներ անել, այսինքն վերցնում ենք մեկ բնակավայր, իրեն բաժանում ենք կադաստրային թաղամասերի բլոկների ու հետո սկսում ենք սրանք ամեն մեկը վերցնել, տեղադրել իր ճիշտ տեղոթային լուսանկարի վրա։ Եվ երբ որ մենք սրանք տեղադրում ենք ճիշտ իրանց վայրերում, տեղադրում ենք համապատասխան թաղամասերով, որոշակի խնդիրներ լուծվում են։ Այնուամենայնիվ հարևանը հարևանի հետ վեճը շարունակում է մնալ։ Հիմա սրա լուծման համար մենք ինչ ենք անում։ Եթե ես կսխալվեմ, այսօր կամ ուրբաթ օրը մենք օրենքի նոր նախագիծ ենք ուղարկել արդեն կառավարություն, որը մեր 6 ամսյա առաջնահերթությունների մեջ էր, եւ այդ օրենքի նախագծով վարչարարության որոշակի ռեժիմ ենք սահմանում կադաստրային քարտեզների ուղղման համար։ Եվ ասում ենք հետեւյալը, երբ որ հարևանները օրինակ չեն կարողանում համաձայնության գալ, մի դեպքում համաձայն չեն, մյուս դեպքում հարևաններից մեկը սեփականատերը մահացած է, մյուս դեպքում երկրում չէ, հնարավոր չի գտնել մարդկանց, այո, այս պարագայում այս օրենքը, որը որ մենք առաջարկել ենք գույքի գրանցման օրենքում փոփոխությունների փաթեթ, այդտեղ ներ է դնում այնպիսի գործիքակազմ, որ այդ տեղեկատվությունները կադաստրի կոմիտեն ներկայացնելուց հետո մենք պետք է վարչարարություն իրականացնենք, ներ ենք դնում նոր էլեկտրոնային համակարգ չափագրող համայնք կապը ապահովելու համար, որպեսզի չափագրողը չկա եւ հանութագրում իրականացնի, այնուհետեւ տա մարդուն ու մարդը մնա այդ փաթեթի հետ միայնակ, այսպես ասված, այսինքն ինքը բնակիչը կարա չպատկերացնել, թե ինչ է այդ կոորդինատը, ինչ է սա նշանակում, այլ մենք դնում ենք էլեկտրոնային համակարգ եւ համապատասխան պահանջ ենք ձևակերպել օրենքով, որ ինքը պետք է փաթեթը ուղարկի համաձայնեցման էլեկտրոնային համակարգի միջոցով ստանա համաձայնությունը համայնքից եւ համապատասխանաբար եթե չկան արդեն հարևանների համաձայնությունները իրավունքի կասեցումից հետո պետք է կարողանան վարչարարության որոշակի գործիքակազմի առկայության պարագայում այնուամենայնիվ որպես վերջնահարցունք հասնել հարցի լուծմանը։ Սա նախաձեռնություն է նոր օրենքի, որը արդեն ուղարկված է կառավարություն, քննարկենք, հասկանանք, գործընկերների առաջարկությունները կլսենք, վերջի վերջո կհայտնվենք ազգային ժողովում այս հարցի կարգավորման համար, բայց կրկնում եմ, որ կադաստրային քարտեզները, քանի որ իրավահաստատող փաստաթղթեր են եւ դրանցով որոշվում է հողի տեղադիրք սահման, այստեղ շատ բարդ կլինի որոշակի մեկ քայլանի գործիքակազմով լուծել այս խնդիրը առանց հաշվի առնելու հարևանների միջև փոխադարձ հարաբերությունները։ Մի քիչ երկար ստացվեց կներեք, բայց փորձեցի բովանդակային։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան։ Հա, դուք արդեն արձագանքում եք, արձագանք եմ, որ շատ ժամանակ չկորցնենք։ Տեսեք, դուք ներկայացնում եք այն, ինչ որ պետքա լուծվի եւ շատ ճիշտ եք ներկայացնում։ Այստեղ ասում եմ որևէ վեճ եւ քննարկում չի կարող լինել, բայց այս պահին մեր քաղաքացիները այս խնդրի պատճառով կանգնած են անլուծելի խնդրի առաջ։ Հիմա այս մարդիկ ինչ պիտի անեն։ Այս մեր process-ները կարող տևեն տասնյակ տարիներ, բառից բուն իմաստով։ Հիմա մարդը խնդիր ունի։ Մենք չենք կարող արդյոք ճկուն լուծում գտնել, քարտեզները ունենք արդեն վերևից, այսինքն արբանյակներից ստացված կոնկրետ միթե դժվարը մարկը, ասենք կարևորել, ասել, որ Հայաստանի Հանրապետություն պետության համար ամենակարևոր արժեքը ի վերջո մարդն է։ Եվ այդ մարդու համար մենք այստեղ նստած, այստեղ հավաքվում։ Հիմա այս մարդը փողոցում կանգնած մոտենում է ինձ ու ասում է. հիմա դուք ինձ ասեք, ես ինչ անեմ։ Եվ պատմա, որ ավելի քան 1 տարի
անդադ նամակագրության մեջ է կադաստր, քաղաքապետարան, կադաստր, այդ ընթացքում այդ վտանգավոր պատը արդեն, ասենք, կարող է մի հատ լավ քամի լինի, քանդվի։ Հիմա այդ մարդու խնդիրը մենք ոնց ենք լուծելու, չէ որ կա լուծում, չէ, մենք ինչի ենք ասում, դե լավ, դե այս 5-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն դուք դիմեք քաղաքապետարն է ասում 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն դիմեք կադաստր ու այսպես սենց գնում գալիս են, բայց փաստացի այդ մարդու խնդիրը լուծում ունի, որովհետև կա կադաստրի քարտեզ, կա ոչ հավասարակշռված հարևան, որը ընդամենը ուզում է ենթադրենք վնաստալ եւ ասում է ես համաձայն չեմ, որ դու այդ պատը սարքես, լավ, բա այդ լուծումները պետքա պրակտիկ էլի անցնենք, ես առաջարկում եմ ուղղակի անգլիական տարբերակով լուծման գնանք, այսինքն կա խնդիր, կա փաստ, կա լուծում, որի հիման վրա անցնենք մնացած լուծումներին, այսինքն չսպասենք, որ բոլորը լուծվեն, ես հարցիս իմաստը էսա, համաձայն չեք արդյոք այս կարծիքին, որ եկեք ով կդիմի, ով խնդիր կունենա, տեղում արագ այդ մարդու խնդիրը կարգավորենք այդ ստացված արբանյակային լուսանկարներով, հետո ով կդիմի, կա ու մեկը 7 տարի հետո է այդ խնդրին բախվում, մեկը 14 տարի հետո այդ ժամանակ այդ մարդու խնդիրը լուծենք, բայց չասենք, գիտես, այ որ դու չեկար 26 տվին, այդ էս էլ վերջ, դու խնդիրը չես կարա լուծես, ես այս տեսական եմ ասում, բայց հիմա այս պայն ես մարդիկ ինչ անեն, խնդիրա, չէ, ես դուք էլ գիտեք, իմ ազգականի, մոտ ազգականի հետ կապված հարցը 2 տարում այդպես էլ լուծում չեղավ, որովհետև ասում են դե, որ 2003 թվին քաղաքապետարանի աշխատողը սխալ թիվ ա գրել վերջ, ուրեմն գրել ա դե լուծում չկա, մարդը օրինական բան չի կարա ստանա, թուղթ, որ այդ տունը իրան նայի, դա ինչ էլի։ Ինչ կասեք անգլիական տարբերակի մասին, Անգլիական տարբերակի մասին ես կխնդրեմ իրավաբանները կարծիք արտահայտեն, դա երևի թե երկրի օրենսդրական կարգավորման ուղեծրի մասին է խոսքը, որքանով որ ես եմ տեղյակ, կարող եմ մի բանել ես սխալ եմ, որովհետև իրավաբան չեմ ինքս, բայց ինչ վերաբերում է ձեր ասածին, պարոն Ազարյան, նայեք, եթե մենք խոսում ենք ինքնակամ շինությունների մասին, դա այլ խնդիր է, որովհետև ինքնակամ շինություն կառուցողը ինքը տեղյակ է, որ ինքը ինքնակամ է կառուցել։ Հիմա շարունակում եմ։ Տեսեք, ինքնակամ կառույցների համար սահմանվել է, որ իրենք պետք է հաշվառվեն ճիշտ կոորդինատներով, այսինքն այդ ձեր ասած հարցը այստեղ փակվում է, որովհետև հիմա պետք է չափագրվի ինքնակամ շինությունը ճիշտ կոորդինատներով եւ օրինականացվի ճիշտ կոորդինատներով։ Ինչ վերաբերվում է նախկինում կադաստրային քարտեզներում թույլ տրված սխալներին։ Այստեղ ընկալումը հետեւյալն է, տեսեք, քանի որ այդ քարտեզի անունը կադաստրային է, բոլորի մոտ պատկերացում է, որ այդ քարտեզը միայն կադաստրինն է ու վերջ։ Տեսեք, կներեք էլի, հիմա ես ուզում եմ, որ մենք բովանդակությունը սրա ամբողջությամբ պատկերացնենք, ես էլ կփորձեմ մեկնաբանել։ Ուրեմն, այս քարտեզները, որ ժամանակին ստեղծվել են, եւ հետո մարդիկ ստացել են վկայականներ, բոլոր դեպքերում, գրանցված բոլոր դեպքերում, երբ որ քարտեզագրողը գնացել է դաշտ հանութագրում իրականացնելու, իր հետ դաշտում եղել են համայնքի ներկայացուցիչները եւ սեփականատերը։ Բոլոր դեպքերում։ Եվ այնուհետև իրավունքի պետական գրանցումից առաջ, այսինքն երբ որ կադաստրային քարտեզը ընդունվել է վարման, բոլոր համայնքները այդ քարտեզները հաստատել են որպես վարվող կադաստրային քարտեզներ եւ փոխանցվել է այս ամեն ինչը կադաստրի կոմիտե եւ մենք սկսել ենք աշխատել։ Այո, այստեղ մեր մեղավորությունն էլ կա, որ միգուցե ժամանակին օրինակ վերահսկողական այնպիսի մեխանիզմներ դրվեր, այս խնդիրը այսպես չգար, բայց ես ուզում եմ ասեմ, որ սա միայն մեր խնդիրը չի, շատ էլ որ քարտեզի անունը կադաստրային քարտեզ է։ Իրավահաստատող փաստաթղթեր տրամադրողը երբեք կադաստրի կոմիտեն չի եղել, երբեք որևէ գույքի ժամանակ կադաստրի կոմիտեն չի տալիս իրավահաստատող փաստաթուղթ եւ իրավահաստատող փաստաթղթերը տրվում են բացառապես լիազոր մարմինների կողմից, դրանք լինեն համայնք, դա լինի պետական այլ մարմիններ, դրանք լինեն մասնավոր անձինք իրար մեջ որևէ գործարքի եւ նոտարի կողմից տրվող փաստաթղթեր։ Այսինքն, երբ որ իրավահաստատող փաստաթղթի մեջ արկա է խնդիր, օրինակ, գրանցվել է այն մակերեսը, որը որ գրված է իրավահաստատողի մեջ եւ արդյունքում պարզվում է, որ այդ մակերեսը այնտեղ սխալ է հաշվարկված։ Պահանջը միշտ ժողովրդի կողմից
չմեղադրելով իրենց, գալիս է որ ինչ է լինում, այդ մակերեսը իմն է, մենք ենք տիրապետում, օգտագործում, գրանցեք մեր իրավունքը։ Բայց այստեղ ամենակարևոր հարցը, բայց իրավահաստատող փաստաթղթի մեջ եթե գրված է X մակերես եւ որևէ իրավունքի գրանցման ժամանակ որևէ մեկը X + Y մակերեսով իրավունքի պետական գրանցում իրականացնի, որ իրավական ակտով դա կարող է կարգավորվել կամ կարգավորված է արդյոք դա թե ոչ։ Եվ այստեղ է հենց ամբողջ հարցի էությունը գալիս, որ մենք պետք է գործառույթները ճիշտ կարողանանք հասցնել մարդկանց, որպեսզի մարդիկ չպատկերացնեն, որ հենց կադաստրի կոմիտեի տիրույթում է, որովհետև քարտեզը կադաստրային է կոչվում, եւ միայն ու միայն կադաստրի կոմիտեն է, որ պետք է այդ ուղումը կարողանա իրականացնել։ Երբեք մեզ իրավունք էլ վերապահված չէ առանձին գույքային միավորի մասով, իհարկե մենք վարչարարություններ անում ենք, լսումների արդյունքում որոշումներ են կայացնում, բայց ամեն դեպքում այսօրվա գործող ընթացակարգերով համայնքի ղեկավարը կարող է սահմանների ուղում իրականացնել 698 կառավարության որոշմամբ եւ մենք այսօր էլ այդ ընթացակարգերով բազմաթիվ հողային միավորների սահմաններ ուղում ենք բազմաթիվ այնպես չի որ այդ կառավարության որոշումը չի գործել ինքը տենց ընդունվել է եւ մնացել է միայն թղթի վրա եւ չի տվել իր պտուղները եւ հաջորդ ամենակարևոր հարցը որ այս փոփոխությունները չլինի տպավորություն, որ մենք կարող էինք անել 2019 թվականին, 2020 թվականին, 2021 թվականին, բայց անում ենք հիմա։ Հիմա այս պարզաբանեմ ինչի համար չի կարող այդ տպավորությունը լինել, որովհետև մեր բնակավայրերի կադաստրային քարտեզները շեղված են եղել ոչ թե 10 սանտիմետր, 20 սանտիմետր, այլ բնակավայր ենք ունեցել 150 մետր, 200 մետր եւ այս շեղման պարագայում միավորի սահմանի մասին խոսել ուղման դա գրեթե անհնար բան է որովհետեւ մարդուն երբ որ առաջարկես ասես գնա քո միավոր սահմանը ուղի դա նշանակում է որ ինքը այդ բնակավայրի միջից 200 մետր պետք է կտրի այդ հողը վերցնի տանի մեկ ուրիշ վայրում տեղադրի եւ այս հարցի լուծման համար է որ մենք հավելվածներով ենք տրվել կառավարության որոշումը երկու հավելված առաջի հավելվածով կադաստրի կոմիտեին վերապահել են գործառույթ մասսայական ուղման համար այսինքն թաղամասային ենթակառուցվածքների վրա չհամադրվելու process-ը իրականացվում է այսօր մեր միջոցով, երբ որ մենք վերցնում ենք բնակավայրը, բաժանում ենք, ինչպես ասացի, իրեն, այսպես կոպիտ ասեմ, լեգոների կամ puzzle-ի կտորների, եւ այդ յուրաքանչյուր կտոր սկսում ենք պտտել, տեղաշարժել մի քիչ վերև, իջացնել մի քիչ ներքև, մինչև ամենահարմար ու ճշգրիտ տեղադիրքը իրա գտնում ենք եւ տեղադրում ենք։ Սա մենք ենք անում, այսինքն 200 մետր սխալ վիրտուալ քարտեզի վրայից իրեն տեղափոխում ենք, բերում ենք, դնում ենք իր ճիշտ տեղը օդային լուսանկարի եւ սրանից հետո սկսում է գործել մյուս հավելվածը, երբ որ ասում ենք արդեն այս ենթակառուցվածքային ուղումները իրականացված է, հիմա երբ որ դուք խնդիր ունեք երկու հարևան իրար մեր սահմանի, առնվազն եկեք համաձայնության։ Եվ այս աշխատանքը դեռևս ավարտված չի եւ պետք է ավարտվի 2026 թվականի միջև կես։ Այսինքն այս գլոբալ ենթակառուցվածքային կադաստրային քարտեզների ուղումը պլանավորված է միջև 2026 թվականի կես։ Դա է պատճառը, որ մենք նոր ենք այդ օրենքը գույքի գրանցման օրենքի փոփոխությունը նոր ենք դրել շրջանառության մեջ եւ նախատեսում ենք միջև այդ ենթակառուցվածքային ուղման ավարտը օրենքը հասցնել ազգային ժողով ընդունել, որ կարողանանք դրանից հետո արդեն վարչարարության գործիքակազմն էլ օգտագործել, որովհետեւ կարողանանք մարդկանց սահմանները ուղղել։ Ուզում եմ ասեմ, այստեղ այդ ընկալում ձևավորելը, որ միգուցե մենք կարայինք դա անեինք 3-4 տարի առաջ, բայց չենք արել, հիմա ենք անում, իմ կարծիքով խնդրահարույց է եւ միևնույն ժամանակ ցանկանում նշել, որ կադաստրային քարտեզը, կադաստրի կոմիտեի քարտեզը չէ, դա հաստատված համայնքների կողմից եւ կադաստրի կոմիտե փոխանցված վարվող տեղեկատվական միջավայր է, որտեղ որ արձանագրված են մարդկանց իրավունքները, եթե այդտեղ եւ անունները, եթե մենք բացենք առաջի պետական գրանցման կադաստրային քարտեզները, այնտեղ կտեսնենք յուրաքանչյուր հողի վրա մարդու անուն ազգանունը գրված։ Հիմա խնդիրը առաջանում, որ անունը սխալ է, բայց մենք բացում ենք առաջի իրավահաստատողի մեջ, տեսնում ենք, որ հենց այդպես էլ գրված է եւ դա այն ժամանակվա պատասխանատուներն են այդպես գրել։ Հիմա մեզ ասում են փոխեք էլի, ինչ կլինի։ Մենք էլ ասում ենք ճիշտ եք,
բայց ով է այդ անվանումը մեզ տվել, դրա լուծման մեխանիզմն էլ կա, այսինքն պետք է տեղեկանքը բերեք, որ այս անունը այդ անունը չի, այլ մյուս անունն է, տառը սխալի, տառը չափի ձևով, որովհետեւ մենք այդ ուղում անենք, որովհետեւ բովանդակային առումով մեկ տառի փոփոխությունը կարող է հանգեցնել սուբյեկտիվ փոփոխության, չէ՞։ Այսինքն եւ եթե մենք այտենց վերցնենք կամայականորեն փոփոխությունները իրականացնենք, վաղը կարող է ինչ-որ մեկի իրավունքը ոտնահարվի։ Դա է պատճառը, որ իրավահաստատող փաստաթղթեր տրամադրողները իրենք ունեն լիազորություն իրենց կողմից տրված փաստաթղթերում փոփոխություններ կատարելու եւ կադաստրային քարտեզներում ուղղում կատարելն էլ, քանի որ այդ քարտեզները նախկինում հաստատված են եղել համայնքների կողմից, եթե ես չեմ սխալվում, միայն Երևան քաղաքը հաստատված չի եղել, որը ընդունվել է վարման, հաստատված են եղել համայնքի ղեկավարների կողմից, իրենք էլ ունեն այդ գործառույթը, որպեսզի այդ փոփոխությունները իրականացնեն, մենք էլ հիմա դրա համար նախագծում ենք էլեկտրոնային համակարգ, որպեսզի քաղաքացին ինքը այդ փաթեթը չվերցնի գնա համայնք, այլ էլեկտրոնային միջավայրով այդ բոլոր շրջապտույտը փաստաթղթերի իրականացվի, եւ այս նոր օրենքով մենք ասում ենք նոր փոփոխություններով մենք որոշակի լուծման գործիքակազմ ամեն դեպքում սահմանում ենք։ Դա կարող է տևել 1 ամիս, կարող է տևել 3 ամիս, բայց այնուամենայնիվ մարդը ստանալու է որևէ գործիք այս խնդիրների լուծման համար։ Իսկ այսօրվա մյուս դեպքը, երբ որ հարևանը չի տալիս համաձայնություն, քանի որ երկուսն էլ մասնավոր սեփականություններ են եւ այն մյուս դեպքով մարդը որևէ վնաս է կրում, կարող է իր իրավունքները դատական կարգով պաշտպանել։ Շնորհակալություն։ Մտքերի փոխանակություն։ Խնդրեմ, պարոն Նազարյան, փոխանակեք մեզ հետ ձեր մտքերը։ Շնորհակալություն։ Ես կարճ ելույթ ունենամ ու ուշադրություն դարձնեմ, որ մենք այս ոլորտում ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք, ինչպես Տիկին Ղազարյանը ասեց, անհամբեր մարդիկ սպասում են լուծումների։ Այս նախագծի հետ կապված որևէ առաջարկ դիտարկում չունեմ, որովհետև ամբողջովին կողմ եմ, համաձայն եմ, աշխատանքային էլ բազմաթիվ անգամ քննարկել ենք, բայց ես ուզում եմ այս առիթը օգտագործեմ մի քանի հարցադրումներ անեմ, որ համապատասխան մարմինները, ոչ միայն կադաստրի կոմիտեն, այս փաստերի վրա ուշադրություն դարձնեն։ Հայաստանի Հանրապետություն քաղաքացին շատ հաճախ եւ որպես կանոն իր վերաբերմունքը գործող իշխանությունների նկատմամբ հայտնում է ոչ թե շատ լուրջ քաղաքական որոշումների այդ ծիրի ներքո, այլ կոնկրետ իր անձնական խնդիրների լուծման ձևով։ Այլ կերպ ասած, երբ որ մարդը ինքը գիտի, որ ինքը ունի տուն, որը կառուցել է օրինական, դիմել է, ամբողջովին պահպանելով այն ինչ որ իրենից պահանջել են եւ եկել այն պահը, երբ որ ինքը պետք է ստանա այդ ավարտական փաստաթուղթը եւ նրան ասում են ոչ սիրելիս, դու այս տունը չէիր կարող կառուցել եւ քանի որ չէիր կարող կառուցել, դու ավարտական փաստաթուղթ էլ չես կարող ստանալ։ Դե դժվար է, չէ՞, ասենց այս բանը վստահաբար ասել, թե այդ մարդը ընտրությունների մեջ որոշում է կայացնելու, որովհետև ինքը նեղացել է, որ շատ ճիշտ է նեղացել, որովհետև երբ որ ինքը գնում էր տուն կառուցելու, թող իրեն ասեն, գիտես ընկեր, դու չես կարող այս տունը կառուցել, որովհետև կադաստրային փաստաթղթերում ինչ որ անճշտություն կա, բեր քեզ օգնենք այդ խնդիրը լուծել, բայց ոչ չեն օգնում, այլ մարդուն գցում են քաշքշուկի մեջ, բյուրոկրատական քաշքշուկի մեջ։ Մեկ այլ դեպք, ես օրինակները բերում եմ, որ այս ելույթը լսողները համապատասխան հետևություն անեն։ Մարդը տարիներ, տասնամյակներ շարունակ մտածել է, որ այդ տունը իրենն է, որովհետև հարևանն է մտածել է, որ այդ տունը այո իրենն է, բայց պարզվում է այս նոր տեխնոլոգիաների օգտագործումով, որ այս իր տան մի մասը դա հարևանի տարածքն է, իսկ հարևանի տունը մեկ այլ հարևանի, ու այսպես 10-20 այդ շարում ինչքան կա, մեկը մեկի տան է ապրում։ Այս խնդիրը ոնց ենք լուծելու, որովհետև մարդը ունի նորոգման խնդիր, ունի բարելավման խնդիր, ի վերջո կա, որ իրոք վտանգավոր դեպքեր են, ես գնացել այդ մարդու խնդրանքով, Էրեբունի 26 փողոցում տեսել եմ այդ տան վիճակը, այդ պատը ես նայում եմ, ասում եմ, ոնց, իրենք ոնց են ռիսկ անում այս տանը քնեն,
բայց ինքը չի կարողանում, որովհետև հարևանի հետ այդ սահմանային խնդիրը կա։ Էս էլ է պետք լուծել, բա ով լուծի այս խնդիրը։ Մենք ասում ենք, դե գնա դատարան։ Իսկ մենք գիտենք դատարաններում դա ինչ քանատևում եւ ոնց են որոշումներ կայացում, դա էլ գիտենք։ Սա երկրորդ հարցը, այսինքն երկրորդ ենթահարցը։ Երրորդը, որ ես հիմա ասում եմ, որ այս փաստը մենք իմանանք, որ երկար տասնամյակներ որոշակի առողջական խնդիրներ ունեցող մարդիկ Երևանում չեն կարողացել ապրել օդի պատճառով։ Հետո լուծումը գտնվել է անցած դարի 40-ականներին, 50-ականներին, երբ որ հասկացան, որ Երևանի լանջերը, Երևանը շրջապատող Նորքի, Սարալանջի, Կասկադի հարևանությամբ պարտադիր պետք է անտառապատ լինի, այսինքն ծառապատ լինի։ Բայց սկսած 90 թվականից այդ հատվածը շատ արագ ծառերից, անտառից անհետացավ եւ հայտնվեցին շենքեր։ Փաստաթղթերով բոլոր շենքերը օրինական են, բայց ես վստահ եմ, որ երբ որ Հայաստանը ունենա մի փոքր ավելի մեծ, այսինքն Հայաստան պետությունը ավելի մեծ կարողություններ ֆինանսական, այդ բոլոր շենքերը որ կառուցվել է, պետք է պարտադիր քանդվի եւ տեղը անտառ տեղադրվի։ Սա էլ է լուրջ խնդիր, որը եւ վերաբերում է կադաստրին, եւ վերաբերում է քաղաքապետարան, որովհետեւ առանց այդ հարցի լուծման Երևանը բնակության համար անպիտան տեղ է դառնալու։ Այս փաստը գիտեն բոլորը գիտնականներն են, բայց պահե ազդեցության տակ փող աշխատելու համար եւ այլն մենք Երևանի թոքերը գողացանք։ Եվ ոնց որ մարդու թոքերի տեղը վերցնեն եւ դնեն, ասենք, գեղեցիկ, ասենք, ինչ-որ նկար։ Այս խնդիրները գալու է մեր առաջ, որ մենք ստիպված պետքա լուծենք։ Այս տարի չէ 10 տարի հետո, 15 տարի հետո մարդը պետք է ճկուն եւ կառավարությունը, եւ քաղաքապետարանը, եւ համայնքապետարանները, դուք ասեցիք, ինչ որ որոշում կա, որ համայնքապետը կարող է վեճերը կարգավորել, չէ՞, սահմանային, ինչ որ թիվ կառավարության Արձագանքեմ, հա, կարող եմ։ Չէ, 698 որոշում, այդպիսի բան ասիկ, շատ լավ է, որ այդպիսի բան կա, բայց դե չեն կարգավորում, հատկապես Երևանում չեն կարգավորում։ Այս խնդիրներ են, որոնք պետքա լուծվեն։ Ես այս կադաստրից, որ խոսում ենք կադաստրայի քարտեզներ, ես բոլորովին ձեզ նկատի չունեմ, որովհետև ասենք այո, հիմա անունը կադաստրային քարտեզ է, դուք եք կադաստրի կոմիտե, դա ձեր խնդիրը չի, հիմնականում ձեր խնդիրը չի, դա համայնքային խնդիր է, դա քաղաքապետարանների խնդիրն է, բայց ի վերջո այս խնդիրները մենք պետքա լուծենք, մարդիկ սպասում են այդ որոշումներին, ու որոշումները չկան, եւ ես կոչ եմ անում համապատասխան մարմիններին, հատկապես Երևանի քաղաքապետարանին, համայնքային ղեկավարին, ճկուն գործուն առաջարկներ ներկայացնել, ինչ փոփոխություն է պետք անել այդ օրենքներում, որոշումներում, որ այդ մարդկանց խնդիրը մենք կարողանանք լուծել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։